Ելնենք մահանում ենք, մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ, ոչ տիտղոսը, ոչ ունեցվածքը, ոչ ոսկին նույնիսկ տիները, որը մենք պլալավորել ենք թացել, մենք հեռանում ենք տատար ձեռքերով, մեր գրպաններով լիովին դատարկ, մեր լուսանկարները բաղվում են, օրել է պալակում, մեր շպիտից հետո, ոչ ոք չի տարով կիսվել, մենք ժառանգ որդը ստանում է տունը, մյուսը ստանում է մատանի, որը երբեք չի կրել, ամենահավատարիմ ժառանգորդը գլխացավ է ստանում, գույքագրմալ հետապած, տահլիճում ջայներ են բաց դնում, բացահայտելով քո բարկված շահերը, ամեն ինչի մասին, որ դրանք կարող են վարձել մեր կալվածքից, և մենք մահանում ենք, մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մենք նույնիսկ մեր անձը հաստատով փաստաթուղթը չենք վերցնում, մենք թողեցինք բանդալիները, մենք թողեցինք մեքենաները, մենք թողեցինք ամրոցները, մենք թողեցինք շարթերը, հեռանալու ժամանակը հեշտ է, պայքարի ժամանակը դժվար է, շառանները կպայքարեն առանձնատան հավար, կառնանայի կարծսայի համար, նույնիսկ սուգարանի ծախտի համար, բայց մենք դատար ձեռքերով ենք հեռանում, մենք նույնիսկ մեր անձնագրերը չենք վերցրել, մեր անձնները մնում են ինչ-որ դարակում, մեր լուսանկարած բոլը ժամանակի ընթացքում վարել է, մնում է ամենուրեք, ով կհիշի, թե ինչ ունեի, ժառանգները միայն այն են ուզում, ինչ մենք թողել ենք, դրաբալի վրա դետնվող առանձնատունը, տեսակի պատկերը, որը մաքրվում է խոհանոցի լվաց սարանի մոտ, թե դա շանգոդած տապակը, թե դա գարնան են գաղթասան, ժառանգները գրկրվեն ամեն ինչի համար, ինչ մենք թողել ենք բացի մեզ արից, մեկ շառանդեր սերդան է վերցնում, մյուսն ասում է ես կպահեմ մեքենան, ես հոգտալա հայրիկի մասին, նասքան նրամահ, շառանգները արդեն կրվում են հյուրասենյակում, մեր հուղարկավորությունից առաջ, նրանք կարծես քիչադի չագրավներ լինեն, որոնք նույնիսկ վալհով զգում են դահլիճում, և մենք
նրանից, թե դա մեզ բալատ է Անկախ նրանից, թե դա փոքրիկ խրճիթ է